Անահիտը կրկին բողոքում էր մորից հեռախոսով։ Մամ ջան, ի վերջո նա ծնողներից հետո իր ամենամոտ մարդն է, նա իր եղբայրն է։ Սկեսուրս շեշտը դրեց եղբայր բառի վրա։ Իսկ դու ճնշում ես նրան, չի կարելի այդպես վարվել տղամարդու հետ, չի կարելի ընտրության առաջ դնել։ Իր եղբոր մոտ ի դեպ հոգեբանական տրավմա կա, նա դեպրեսիայի մեջ է կարելի ասել։ Իսկ դու այստեղ քո քմահաճույքներով։ Ես քմահաճույքներով։ Հա, զարմանալի է, ես անգամ խոսքը կորցրի։ Եղբայրը ծնողներից հետո ամենամոտ մարդն է, իսկ ես ով եմ։ Մամ, ես ով եմ նրան։ Ինչպես կարծում ես, հարևանուհի։ Հասկացա, ես մաքրող եմ, խոհարարուհի ու էլ անվճար բնակարան։ Մամ ջան, ինձ թվում է, որ իմ ամուսինս տուն է բերել առաջին ամուսնությունից մեծացած որդի։ Ոչ այլ կերպ։ Որի դեպ երկուսի չափ է ուտում, ես չեմ հասցնում պատրաստել, ու սպասքը լվանալ նրանից հետո էլ։ Անահիտն ու Արմենը նորապսակներ են, ամուսնացած են գրեթե 3 տարի։ Ապրում են Անահիտի բնակարանում, որ ժառանգել էր հանգուցյալ տատից։ Արմենը սեփական բնակարան չունի, բայց ապագայում երազում է բարելավել բնակարանային պայմանները եւ երեխա ունենալ։ Իսկ երեխան ու մեկ սենյականոցը դժվար է համատեղել։ Բայց նրա երազանքները դեռ չեն իրականացել տարբեր պատճառներով։ Կյանքը թանկանում է օրեցօր, Արմենի աշխատանքը անկայուն է։ Իսկ վերջերս նրանց մոտ առաջացավ եւս մեկ անախորժություն։ Արմենի կրտսեր եղբայրը Գոռը ամուսնալուծվեց կնոջից։ Ամուսնալուծությունը աղմկոտ էր սկանդալներով, գույքի բաժանումով ու վերջում նույնիսկ կռվեցին։ Դրանից հետո Գոռը առաջին անգամ եկավ նրանց տուն հյուր։ Բողոքելու կյանքից ու նախկին կնոջից։ Ավելի ճիշտ ոչ թե նրանց, այլ եղբոր մոտ եկավ, այդպես ասած։ Ահա այդպիսի գործ էր եղբայր, ամեն ինչ տուն, ամեն ինչ ընտանիք։ Հեկեքում էր նա սեղանի շուրջ պատմելով անշնորհակալ նախկին կնոջ մասին։ Նա ապրում էր ինչպես պան իր կարագի մեջ, ամեն ինչ պատրաստի։ Իսկ հիմա հանկարծ ես փոխվել եմ։ Ինչու՞։ Ով գիտի։ Կասկածամիտ նայեց Անահիտին թեթևակի կկոցած աչքով։ Աչքը կկոցում էր կամ վշտից, կամ խմացից։ Անահիտը վախեցած գլուխը թափ տվեց։ Իբրե չգիտեմ։ Ահա հենց դրա մասին է։ 100 տարի ինձ այդ Աննան պետք չէր, կամ 300։ Եթե ուզեի, ես այնպես։ Ընդհանրապես շեղվեցի մտքիցս։ Ձեռքը թափ տվեց ու հյուրասիրության սենդվիչներից մեկը համտեսեց։ Այդ ժամանակներից եղբոր այցելությունները սկզբում հաճախացան, հետո ընդհանրապես դարձան կանոնավոր ընթրիքներ ու կիրակնորյա ճաշեր։ Անահիտը ոտքերի վրա էր ընկնում պատրաստելու, կերակրելու ու հետո սպասքի լեռը լվանալու համար։ Գոր եղբայրը գերազանց ախորժակ ուներ ու երևի գուշակության շնոր։ Ինչպես այլ կերպ բացատրել նրա հայտնվելը հենց այն պահին, երբ նրանք սեղան էին նստում։ Անահիտը սկզբում ամաչում ու կորում էր, փորձելով հասկանալ ստեղծված իրավիճակը։ Մի կողմից իսկապես մարդու մոտ աղետ է, ամուսնալուծություն, պետք է օգնել։ Մյուս կողմից ամուսնալուծությունը վաղուց էր, կես տարի առաջ։ Մարդը վաղուց ուրախ տրամադրությամբ էր ու շատ էր ուտում, ոչնչացնելով նրանց բարենային պաշարները ամիսներով առաջ։ Անահիտը փորձում էր զգուշորեն իր մտահոգությունը փոխանցել ամուսնուն, որին վերջինս թեթև ձեռքով թափ էր տալիս։ Քեզ ինչ է Անա, սա իմ եղբայրն է, մենք եղբոր համար մի ափսե խորոված խնայենք, չենք խնայի, չէ։ Աչք թարթելով գնում էր եղբորն ընդառաջ։ Այդ ժամանակ Անահիտը ընդհանրապես կորցրեց խոսքը։ Իսկ վերջերս տեղի ունեցավ մի դեպք, որ փչացրեց նրա կորուստը, ինչպես նոյեմբերյան առաջին ձյունը։ Մոտենում էր Անահիտի ծննդյան օրը, ու նա, որպես լավ տանտիրուհի, դանդաղ գնումներ էր անում համեղներ, երազելով հրավիրել ամենամոտներին ու տոնել այդ կարևոր իրադարձությունը։ Անահիտին պետք է դառնար 30 տարեկան։ Այսօր նա համալրեց իր պաշարները գնելով կես կիլոգրամանոց բանկաս սև խավիար։ Մի րոպե հիանալով դրանով դրեց հեռավոր տարակում ու խիստ զգուշացրեց ամուսնուն, որ սա Հոբելյանի համար է։ Ինչպիսին էր նրա զարմանքն ու վրդովմունքը, երբ աշխատանքից վերադառնալով մի երեկո տան խոհանոցում տեսավ ամուսնուն ու եղբայր Գոռին, սեփական անձով։ Սեղանի մեջտեղում բարձրանում էր օղու շիշտ, կողքին կտրտած կիտրոնով ափսեներ, հաց, կարագ ու սև խավիարի բանկան, իր խավիարը։ Այդ ժամանակ Անահիտը պայթեց։ Գոռաց այնքան բարձր, որ հավանաբար տանիքից վախեցած թռան ծույլ աղավնիները, զարմանալով այդ երևույթից։ Իսկ Գոռը, ինչպես խեցկեթին, հետընթաց քայլերով գնաց դեպի դուռը։ Նա ասաց եղբայրներին ամեն ինչ, ինչ մտածում է նրանց մասին ու ուր կուզեր ուղարկել, հիշատակելով հետիոտ ներոտիկ ճանապարհորդություն բոլոր հետևանքներով։ Եղբայրները գնացին, իսկ Անահիտը 1 ժամ հետո հանգստացավ ու ինքը վախեցավ իր արածից։ Ժամը 12:30 գիշերվա, իսկ ամուսինը տանը չէ։ Հանկարծ ինչ եղավ։ Վախեցած զանգահարեց սկեսրոջը։ Իմ մոտ է, իմ մոտ, երկուսն էլ իմ մոտ են։
Մի մտածիր, որ նա կհանդուրժի քո կմահաճույքները։ Նա տղամարդ է, ոչ թե թույլ։ Իսկ դու ամենաթանկ բանի վրա ձեռք բարձրացրիր՝ եղբայրը վրա։ Ահա դու գորին դուր ցույց տվիր, իսկ նա իհարկե գնաց, բայց ոչ միանակ։ Այսօր իմ մոտ են, իսկ վաղը ուր կգնան, երբ դու կրկին բարկանաս, միայն Աստված գիտի։ Այնպես որ նայիր, աղջի, ռիսկի գնում ես։ Օ, ռիսկի դնում ես։ Իմաստալից ավարտեց սկեսուրը։ Անահիտը դրեց լսափ հողը, թխուր հարաճեց ու խորասուզվեց մտքերի մեջ։ Իրական իրավիճակը ընդհանրապես չէր բավարարում նրան։ Ստացվում է Արմենի հետ ամուսնանալով նա ժառանգության հետ ստացել էր նաև նրա եղբայրը ու պետք է գրեր այդ խաչը ամբողջ կյանքում։ Չէ որ շատ է դրված նրա վրա։ Այդպես մտածում էր Անահիտը, խավիարի մնացորդները հացին քսելով։ Ու Թեին արդեն խմելից որոշում կայացրեց։ Կայացնելով անմիջապես հանգստացավ, մաքրեց սեղանը ու գնաց քնելու։ Ու արդեն քնելիս բռնեց իրեն այն մտքի վրա, որ հաճույքով լսում է սենյակի լռությունը, ոչ թե երեկոյան ամուսնու ու եղբոր գորգորոցը պատի հետևում, գորը հաճախ ուշ էր մնում։ Առավոտյան աշխատանքի գնալուց առաջ Անահիտը լսեց բանալու ձայնը դրան մեջ, վերադարձավ ամուսինը։ Արմենը մտավ խոհանոց վրդոված, վիրավորված դեմքով, ամբողջ տեսքով ցույց տալով, թե որքան սխալ է նա ու ինչպես է ինքը տառապում դրանից։ Բայց 5 րոպե շրջելով բնակարանում զգուշացավ։ Ոչ ոք թեյ չի առաջարկում, ոչ ոք չի վազում շիլա եփելու, ոչ ոք չի համբուրում այդին։ Անահիտի դեմքը անթափանց է, բայց շատ գոհ կյանքից։ Նա նույնիսկ երգում է, իրեն, ոչ թե նրան սենդվիչ քսելով, ու նույնիսկ չի ներողություն խնդրում, ինչպես սովորաբար։ Տարօրինակ է։ Ես աշխատանքի եմ գնում, հասկանում եմ, որ գորը երեկոյան կրկին գալու է մեզ մոտ տառապելու, մի շիշ օղու հետ։ Խիստ հարցրեց կինը ամուսնուն։ Անա ջան, ես քեզ ասել եմ, նրա մոտ աղետ է, ամուսնալուծություն ու այդ ամենը։ Հանգստանա, աշխատանքի դասավորվի ու գալ չի դադարի։ Եղբայրը չէ, սկսեց արդարանալ ամուսինը, բռնելով իրեն այն մտքի վրա, որ առաջին անգամ է անում կյանքում։ Ահա, աղետ նրա մոտ, ես արդեն հասկացել եմ, լսել եմ։ Այսպես, ես գնացի, բանալիները թողիր հարևան տատիկ Մարիի մոտ։ Երեկոյան տուն մի գա, գնա մամայի մոտ ու օգնիր գորին հոգեբանական տրավման բուժել, երկուսով երևի ավելի հեշտ է։ Իսկ ես արդեն հոգնել եմ ու ժամանակ չունեմ, Հոբելյանց մոտ է։ Ամուսնալուծություն կտամ առանց խնդիրների, հենց ասես, ցտեսություն։ Անահիտը օթային համբույր ուղարկեց ամուսնուն։ Ու անհետացավ դռան հետևում, թողնելով նրան կանգնած այնպիսի դեմքով, ինչպես մարդու, որին հարվածել են փոշոտ պարկով։ Պետք է ասել, որ երեկոյան ամուսին Արմենը սպասում էր Անահիտին տան մոտ, անհամբեր սպասում էր։ Մաքուր փայլող խոհանոցում, պատրաստված ընթրիքով, նրա սիրած բախլավայով ու վարդերի փունջով ծաղկամանի մեջ։ Իսկ սառնարանը բացելիս դրան վրա կարելի էր տեսնել չբացված սև խավիարի բանկա, Անահիտի Հոբելյանի համար։ Անահիտը հանեց կոշիկները, պատասխանեց ամուսնու համբույրին ու նայեց սիրած պատերին։ Լռություն, մաքրություն ու ոչ մի տառապող եղբայր, ինչպես երազում էր։ Նրանք ընթրում էին ու մեղմ զրուցում, կարծես ոչինչ չէր եղել, կարծես չկար առավոտյան խոսակցություն, եղբայր ու ընդհանրապես ոչինչ։ Իսկապես զարմանալի են քո գործերը տեր, ինչեր չեն լինում կյանքում։